Հայկ։ Գրակում ես։ Դե գրակի, բայց առաջինը ինձ գրակի։ Գրակի, Հայկ, ձեռքդ ոչ մեկ չի բռնե, գրակի դե։ Կգրակեմ, մտածում ես չեմ կրակի, դուք բոլորդ նույնն եք, նույն մարդիկ եք։ Բա ում ես սպասում, ով է ձեռքդ բռնել։ Դե գրակի, բայց առաջինը ինձ կգրակես։ Ինչ լավ է, չէ՞, ամբողջ օր ես բանվորի պես աշխատում, իրանք էլ տունը նստեն ու վայել են։ Հերիք չի մի բան էլ ամենից սարքել է վռամի անունով։ Ոչինչ, դու սպասի, սա քո վերջն եկել է։ Հաջորդը վռամն է լինելու։ Հա, իրոք շատ վատ է տատիդ։ Դե արդեն հասկացել ես, որ խաբել եմ։ Իմաստը։ Դե որ ասի արի գնանք իրար հետ քաղաքից դուրս գալու էիր։ Լիլիթ հետ երբ ես առաջարկել, որ ես եմ մերժել եմ։ Դե լավ հիմա կռվես անելու։ Նա ինչ սիրուն տեղ ենք եկել, ինչ սիրուն տեսարան է։ Մենակ ես ու դու, բայց եթե շատ ես ուզում տատիկենց տուն գնանք, մոտիկա կարանք գնանք։ Ուղղակի Հայաստանի մյուս ծայրում։ Այս աղջիկը ինձ ձեռ է առնում։ Ոյ դե, ինչքան ես դժգոհում։ Հələ տես ինչ սիրուն օր եմ կազմակերպել, եկել ենք այստեղ։ Համել կհպարտանաս, որ կողքդ այսինչ աղջիկ կա։ Այդ տենց աղջիկ։ Ուղղակի եթե ուզում էր քաղաքից դուրս գալ, ինձ ասեր, ես ամեն ինչ կկազմակերպեի։ Ու պետք չէր, որ դու նեղություն կրեիր։ Ես տենց ինձ ավելի լավ կզգայի, որ ես կազմակերպեի։ Ուղղակի այստեղ հարցը ուրիշ բանում է։ Հարցը ինչումն է, որ դու ամեն ինչ պետք է միշտ փչացնես։ Նեղացել եմ։ Աչքերիս մեջ նայ Լիլիթ։ Չեմ նայելու։ Լիլիթ։ Ինչի համար ենք մենք եկել այստեղ։ Որ օլիմպիական խաղերի մասնակցենք։ Հետաքրքիր մարդ ես, ինչի համար են մարդիկ գալիս սենց տեղ։ Երկու հոգի, որ իրար սիրում են, ռոմանտիկ տեղ են գալիս, քաղաքից դուրս են գնում, ինչի համար են գնում։ Լիլիթ մի անգամ էլ եմ կրկնում։ Ինչի համար ենք մենք եկել այստեղ։ Նար այս կողմ արի, խնդրում եմ։ Վռամ արի քրոջը տուն տար։ Ես ոչ միտեղ չեմ գնալու։ Խնդրում եմ։ Ես ինչ սրտաճմլիկ տեսարան է։ Ընտանիքդ հավաքվել է, անհանգստանում է քո համար։ Հա, դու գիտեիր, որ քեզ այսքան մարդ կա սիրող։ Հա, գիտեիր, իմ հորն էլ իր ընտանիքն էր սիրում, բայց այդ քո համար ոչ մի բան չնշանակեց սա քո։ Դե հերիքա էլի արա։ Հասկացանք։ Նենց չի դուք անմեղ գարեք, հերս էլ աշխարհի մեղավորն է։ Որ պատասխան տալով լինի, դու էլ լիքը տեղ ունես պատասխան տալու։ Թե քեզ թվում է 6 տարի նստել ես իմ հորս կամ էլ մորս սիրտը, ահա որ թեթևացել է Հայկո։ Չէ, դա տենց չի։ Մենակ մեծ խոսալով չի։ Հասկացանք ինչ եղել է, լավ բան չի եղել, սոնաթող։ Ինչ եղել է, լավ բան չի եղել, Հայկո։ Դու իմ աղբորն ես սպանել։ Ով ես դու, որ գաս ստեղ ու իմ հորը դատես, արա։
Իմ աղբորն է սպանել, հիմա էլ զենքով մտել ես իմ տուն։ Դրա ճիշտը որն է։ Երբ որ պահ եկա, որ դուք պիտի պատասխան տայիք, մենք ոչ մի բան չարեցինք, որովհետև արանքում հորը դեպքը կար, Հայկո։ Նենց որ հիմա դու տեղ չունես ոչ մի բան անելու, ոչ մի բան ասելու։ Ես ինչ առևտուր եք անում, արա։ Ես ինչ առևտուր եք անում։ Մեր դիակը ձեր դիակի դիմաց։ Ես ով եք դուք։ Ես ով եք դուք։ Հայկ, խնդրում եմ ինձ լսի, ես շատ լավ հասկանում եմ քեզ։ Ես հասկանում եմ քո ապրումները, բայց դու էլ ինձ հասկացի, ոչ մի բան չես փոխելու հիմա պապային սպանելով։ Ոչ քո հորն ես հետ բերելու, ոչ Կարոյին։ Դու ընդհանրապես սուս մնա։ Դու սուս մնա, քեզով խոսք տվեց, որ խոսաս։ Հա? Բոլորը դուրս եք եկել, հա, բացի ձեր տան նորահարսից։ Վախեցել մտելա տան անկյունները։ Նա ձեն տվեք թող գա, դուրս արի այդ աղա։ Ուրա։ Չի ուզում գա կնոջն ու երախուն տեր կանգնի։ Արման մի խառնի ես պատմությանը։ Ինչի սիրտը ցաված։ Չէ, ուղղակի Արմոն այն մարդը չի, որ կգա ու կասի, թե ես ինչ պիտի անեմ։ Ինչ նախանձելի հարաբերություններ եք դու ու Արմոն։ Հայկ լսի, ես ու Արմոն Նարե։ Ես անկեղծ չեմ հասկանում քեզ։ Լավ, ավելի պարզ ասեմ։ Լիլիթ, ես հասկանում եմ, որ դու ինձ խաբում ես, որ մենք չենք եկել ուղղակի հանգստանալու։ Կասես ինձ, ինչի համար ենք եկել։ Դու արդեն ինձ վիրավորում ես։ Այսքան ժամանակ ես երբ եմ քեզ խաբել։ Միշտ։ Այդ մի քանի անգամը հաշիվ չի։ Լիլիթ, ես հասկանում եմ, որ դու ուզում ես խոսակցությունը փոխես։ Բայց ես իմ հարցը հիշելու եմ։ Կլինի պատասխանես հարցիս։ Ինչի համար ենք մենք եկել ստեղ։ Դե որ հավես ժամանակ անցկացնենք։ Լիլիթ, որ դու մի բան ես որոշում։ Մի շաբաթ շուտ արդեն ամեն ինչ պլանավորում ես։ Որտեղից ենք սուրճ առնելու, ինչ կրուասաններ ենք առնելու։ Հիմա ուզում ես ինձ համոզես, որ այսօր առավոտ շուտ տենց արթնացել ես, որոշել ես, որ գանք հանգստանալու, հա։ Ես քեզ նոր եմ ճանաչում։ Բա որ հասկացել էիր ինչ ենք եկել հասել այստեղ։ Անկեղծ ես չգիտեմ։ Ուղղակի ուզում եմ հասկանայի ինչ ես ուզում անես։ Ինչքան խորանում է, այդքան ավելի տարօրինակ է դառնում։ Լիլիթ, քո մոտ խաբելը միշտ վատ է ստացվել։ Հիմա ավելի վատ է ստացվում։ Հա, հասկանում եմ, որ ինչ-որ լուրջ բան է եղել, բայց այ ինչ է եղել, այդ չեմ հասկանում։ Լավ, դու ճիշտ ես, լուրջ բան է եղել, բայց թե ինչ է եղել ես չգիտեմ։ Այսինքն են, որ Սոնան է ինձ խնդրել, որ քեզ քաղաքից դուրս տանեմ, գոնե մի օր պահեմ։ Լիլիթ, Սոնան ինչ կապ ունի։ Ախր ինքը այնքան վախեցած էր, այնքան անհանգիստ էր, ես էլ էի անհանգստանում, դրա համար չգիտեի ինչ անեի, տենց։ Ինչի համար է Սոնան ուզել, որ ես քաղաքից դուրս գնամ։ Ինչ է կատարվում քաղաքում, որ ես պետքա չիմանամ դրա մասին։ Ես էլ չգիտեմ։ Մենակ գիտեմ, որ ինքն էլ պետքա փորձի վրամին տնից հանի, որովհետև Հայկը գալիս է։ Ոնց Հայկը գալիս է։ Հա։ Վրամի հորքուրն էր զանգել Սոնային, վախեցած, փորձում էր ամեն ձև հասկացնել, որ դու Վրամը պետքա այդ պահին այդտեղ չլինեք, որ հանկարծ դու Վրամ ու Հայկը չհանդիպեք իրար։ Բայց ինչի համար է Հայկը գալիս։ Գաղափար չունեմ, Նիկո։ Ազնիվ խոսք։ Լավ, սպասել։ Հա Միկո։ Քերի Հայկից նորություն ունես։ Խոսացել ես հետը Հայաստան է գալու։ Հա նորը վերադարձը։ Ու ինչի ես չգիտեմ դրա մասին։ Ինչ ա եղել, որ տենց հանկարծակի եկել է Հայաստան։
Հետ աղբորուդ հետ խոսամ։ Տաննա։ Չէ։ Հա, Փաստորեն Ադամյանների տաննը։ Դու ինչ ես եկել։ Ես քո կարիքն ունեմ, ապա։ Սխալ մարդու մոտ ես եկել։ Դու ասա սխալ, ես էլ ասեմ միակը, ու մոտ կարող էի հիմա գալ։ Դու գնացել ես, չէ՞, մեկ ընդմիշտ։ Ինչի համար ես հետ եկել։ Հիմա քո հետի հարցերը աղջկա հետ եմ լուծելու, Սաքո։ Հա, Քեզ Արմունն է այսքան թեվ տվել։ Հայկ չէ։ Նարե, արի ներս գնանք։ Հա, գնա։ Գնա ներս։ Գնա թող Արմոյի սիրտը հանգստանա։ Ասա որ այս անգամ հլը իր հետևից չեմ եկել։ Թող չփախնի ինձնից։ Հայկ, հասկացի, ես ու Արմոն ընդհանրապես ոչ մի կապ չունենք իրար հետ։ Լսի ինձ ես ձեր ընտանեկան դրամաները չեն հետաքրքրում։ Ես ինչի համար որ եկել եմ, մինչև չանեմ, ստեղից ոչ մի տեղ չեմ գնալու։ Դե կրակի ասում եմ։ Կրակի համ իմ հոգին կխաղաղվի համել հորդ ու պապիտ վրեժը լուծած կլինես։ Չես տեսնում, ոչ ընդդիմանում եմ, ոչ էլ կթողնեմ, որ որևէ մեկը միջամտի։ Կրակի։ Ոնց ասես։ Հայկ, լսի, խնդրում եմ։ Հասկացի, որ այս պատմության մեջ ոչ մեկ անմեղ չի։ Ոչ քո հերն է անմեղ, ոչ իմ հերը։ Դու եկել ես քո հոր համար, չէ՞։ Ես էլ իմ հորն եմ պաշտպանում։ Եթե կրակում ես, ինձ կրակի։ Ինձ կրակի առաջինը։ Քեզ ասում եմ ներս գնա։ Ասում եմ ներս գնա ու մի օգտվի կարգավիճակիցդ։ Չեմ գնալու։ Ուզում ես 1000 անգամ ասա, ուզում ես գոռա մեկը, չեմ գնալու։ Սոնա գնա կանչի Արմոյին։ Կանչի թող գա իր երեխուն ու իր երեխու մորը տանից տեղից։ Կարող է Արմոյին լսին արեն, ասում եմ կանչի դրան։ Ես քեզ 1000 անգամ ասացի, որ ես Արմոյի հետ ոչ մի կապ չունեմ, հասկացի վերջապես։ Այսքան ժամանակ ինձ չես լսել, գոնե հիմա լսի։ Ես ու Արմոն ոչ մի կապ չունենք իրար հետ։ Նարե ձենդ կտրի։ Ես ինձ քո հետ կապված ոչ մի թեմա հետաքրքիր չի։ Իմ հետ կապված չի։ Ես երեխու հետ կապված է։ Նարե քեզ ասում եմ բերանդ փակի ու ներս գնա։ Հայկ, լսի։ Այս երեխեն Նարե ձենդ կտրի։ Այս երեխեն քոնն է։ Այս երեխեն Արմոյի հետ ոչ մի կապ չունի։ Հիմա դու ընտրի։ Ինձ ես առաջինը սպանում, թե հորս։ Լրիվ ես քեզ կորցրել, աղջիկ ջան։ Մենք այս հարցը չէինք կարա լուծեինք, որ կանգնել ասում ես իբր էդ երեխեն Հայկից է, հա՞։ Չես հասկանում, որ սենց թեմաներով սենց կատակներ չեն անում, Նարե։ Մի հատ էլ բերանդ բացես, ես չգիտեմ քեզ ինչ կանեմ արդեն։ Ես ինչքան ես ցածրացել, Նարե։ Դու հորը տարածների մասին հենց սկզբից էլ իմացելու ձեն չես հանում, չէ՞։ Հենց սկզբից։ Հիմա էլ ես երեխուն ես մեջ բերում, որ հորը չսպանը։ Ես ինչ ես անում։ Դու չես հասկանում, որ այս քաղաքը շատ փոքր է։ Շատ փոքր է, Սաքո։ Ու եթե ես հիմա այս չեմ անում, վաղը քեզ կսպանեմ։ Քո համար sense փրկությունը պիտի 1000 անգամ մեռնելուն հավասար բան լինի։ Ես գալու եմ քո հետևից ու դու ես չոքելու իմ առաջ, Դու չոքելու ես իմ առաջ։ Այդ մեռնելդ էլ պիտի արժանապատիվ լինի, բայց դու այդ բախտին չես արժանանում։
Այդ ես քեզ խոստանում եմ։ Ես էլ ուզածդ նարե։ Նարե։ Այ աստված ինձ է կսպանի։ Արի ների գնանք սոկ։ Բռնեվի։ Այ Հայկ, Ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում ինձնից, դու էլ դարել ես սրանցից մեկը Սոնա։ Ինչ ես ուզում։ չլսեցիր Նարեն քեզ ինչ ասեց։ Ես Նարեին լսեցի։ Լսեցի ու ոչ մի բան իմ համար նորություն չէր, բայց այն, որ դու գիտեիր, որ Սաքոնա հորը սպանել ու ձեն չես անել, այդ իմ համար նորություն էր։ Այդ իմ համար նորություն էր, Սոնա։ Դու տեսել ես ես ինչ կյանք եմ տեսել, դու տեսել ես մենք ոնց ենք կործանվել, դու տեսել ես իմ ընտանիքը ինչ օրեր է քաշել ու ձեն չես անել, հա։ Ու չես ասել ինձ, որ Սաքոնա սպանում։ Եթե իմ քուրն է իրանց սենց պահում, ես ումից ինչ պահանջեմ, կասես։ Ես պատրաստ եմ ամեն ինչ լսեմ։ Պատրաստ եմ քեզ անverջ ամեն ինչ բացատրել, բայց հասկանում ես, որ այստեղ ավելի կարևոր բան կա։ Ու այդ այնա, որ Նարեն մի քանի ամսից քո երեխուն է ունենալու։ Նարեն ամուսնացած է Արմոյի հետ ու ունենալու է Արմոյի երեխուն։ Ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Հայկ, մենք մի քանի անգամ քեզ բացատրել ենք, փորձել ենք բացատրել, բայց դու մեզ չես լսել, մեզնից ավելի համառ ես եղել։ Նարին ստիպել են, որ ամուսնանա Արմոյի հետ։ Դու իր կողքին չես եղել, որ իրեն օգնես, իսկ երեխուն պահելու միակ տարբերակը Արմոյի հետ ամուսնանալն է եղել։ Եթե չամուսնանար, սպառնացել էին, որ թույլ չեն տա երեխան լույս աշխարհ գա։ Փաստորեն քեզ էլ են համոզել ու դու տենց հեշտ խաբվել ես, հա։ Հայկ, չես լսում ինչ եմ ասում։ Վերջացրու, Սոնա, վերջացրու։ Դու հիմա ամեն ինչ գիտես։ Ու թե հետո ինչ կլինի, թող քո խղճին նստի։ Դուրս արի ես նեղացած երեխու կերպարից ու տեր կանգնի քո ընտանիքին։ Հետո չասես ինչի է Արմոյին իմ երեխեն պապա ասում։ Արսակ ու խմի։ Ուզում եմ հասկանամ։ Ինչ էր մտքովդ անցել, որ եկել էիր ու սիրտդ բացել էիր դրա առաջ Նարե, հա։ Հանգստացի վրամ։ Մեկը Հայկը չհավատաց, մտածեց պապային պաշտպանելու համար եմ այդ սուտը հորինում։ Եսի իմ համար մեկ է ինչին հավատաց, ինչին չհավատաց աղջիկ ջան։ Ստեղ հարց է նա, որ այդ անասունը եկավ մտավ իմ տուն, զենքը պահեց հորս գլխին հերիք չի։ Մի հատ էլ դու նենց արեցիր, որ ես ստիպված լինեմ ինչ-որ ստեր հորինեմ դրա առաջ, հասկանում ես։ Փոխարենը ես մտածեի դրա գլուխը ջարդելու մասին, ես մտածում էի ոնց անեմ, որ քո գլխից մեծ սխալները փակեմ։ Դու անցար իմ խոսքի վրայով, անցար հորդ խոսքի վրայով Նարե։ Այսքան բան, որ մենք ենք քո համար անում, այսքան բան, որ մենք ենք քո համար զոհում, ոչ մեկը չէր անի։ Ինչ ես առաջարկում, շնորհակալություն հայտնեմ, որ երեխուս չես սպանել։ Գոնե սենց մի խոսա։ Գիտես ինչ, ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում։ Արդեն հաշվի չեմ առնի քո կարգավիճակը, գիտես քեզ ինչ օրը կգցեմ։ Նորից եմ կրկնում, ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում։ Ինչքան էլ Հայկը այդ պահին չհավատաց, դրա շնորհիվ է, որ հիմա պապան ստեղ նստած է, Հայկն էլ ստեղ չի։ Իմ համբերությունը մի փորձի։ Ես Հայկին չեմ մեղադրում։ Ով էլ լիներ իրա փոխարեն տենց կաներ։ Դու չէիր անի։ Կանեիր, իհարկե կանեիր։ Իսկ երեխու մասին պարզ է, որ մի օր իմանալու էր։ Ոչ մի սուտ երկար ժամանակ չի մնում գախնի։ Վրամ, դե հերիքա։ Հասկացա, որ բարկացած ես։ Ես էլ եմ բարկացած, բայց հորդ նայի, առանց էդ էլ վատ է վիճակը։ Ձեր ես խոսակցությունով ավելի եք վիճակը վատացնում։ Հերիքա։ Կորի գնա քո սենյակ, չեմ ուզում երեսդ տենամ։ Հրա գնա քո սենյակ ասեցի։
Երբ որ կորցնելու բան ես ունենում, ու այդ կորուստի վախը սրտիդ մեջ ապրում ես, այդ վախենալու է։ Հատկապես այն ժամանակ, երբ այդ կորուստը քթիդ տակ է։ Ու խոսքը ընդհանրապես մարդուն կորցնելու մասին չի։ Ես ու դու իրար կորցնելու խնդիր չունենք, որովհետև մենք իրար չենք էլ ունեցել։ Կամ էլ ունեցել ենք ինչ-որ պահի, գտել ենք, բայց չենք պահել։ Շատ ավելի ցավոտ է, երբ որ դու քո ներսում մարդուց հիասթափվում ես, չես վստահում, չես հավատում, ու էմոցիաներդ փշրվում են։ Ես ինչքան էլ փորձում եմ ինձ համոզել, հասկանալ, պլանավորել, որ մեկ այդ կորուստը լինելու է, իմ համար շատ ցավոտ է։ Այս երեխան քոնն է։ Այս երեխան Արմայի հետ ոչ մի կապ չունի։ Հիմա դու ընտրի։ Ինձ ես առաջինը սպանում, թե հորս։ Արդեն հերիք է։ Վաղուց ժամանակն է, որ դու իմանաս։ Քաջիկը հորոց սպանության հետ ոչ մի կապ չունի։ Ես չգիտեմ ինչի է մեղքն իր վրա վերցրել, բայց հորոց սպանելու անգերեզմանա թողել ոչ թե քաջիկը, այլ սակը։ Ես գիտեմ, որ մենք երբեք իրար հետ չենք լինելու։ Ինչքան էլ իրադարձությունները ու հառավորությունը մեզ բաժանեին, մեկը իմ սրտից եկող շատ նուրբ ու սիրուն թել կար քո սիրտը։ Ու հիմա ես վախենում եմ, որ այդ կկտրվի։ Իմ համար շատ վախենալու է այդ։ Նարը իմ հարցը հորքորիդ մասին էր։ Ու ես չհասկացա իմ հարցի ու քո պատասխանի կապը իրար հետ։ Էս իմ պատասխանն էր։ Ամեն դեպքում ինչ էլ լինի, իմացի, որ ամեն ինչ բացահայտվում է։ Ու շատ շուտով կբացահայտվի։ Ոչ մի բան ծածուկ չի մնա։ Արե, կլինի ոչ մի բան չասես։ Հայկի համար էլ էր շոկային այդ նորությունը։ Ու ինձ թվում է իր արձագանքը նորմալ էր։ Բայց ես վստահ եմ, որ հետ է գալու Հայկը։ Ինչի համար պիտի հետ գա։ Հայկին ստեղ հետաքրքրող ոչ մի բան չկա։ Ու իրան սպասող էլ չկա։ Նարե տենց մի ասա։ Սոն կլինի փակենք այս թեման, արի չշարունակենք էլի։ Լավ չես զգում քեզ։ Լավ եմ։
Հարցնում ես, հա? Գնում եմ դրա հետևից, papa։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Չէ լուրջ։ Գամ մտնի իմ տուն, քո վրա զենք քաշի, papa, ու ես ոչ մի տեղ չգնամ։ Ռամ, ասում եմ ոչ մի տեղ չես գնա։ Ես էլ ասեցի չկա տենց բան, papa։ Ռամ, հերիքա, խնդրում եմ։ Տեսնում ես, որ լավ չի ու էլի շարունակում ես։ Ինչ եք ուզում քույր աղբեր։ Ուզում եք մեզ են աշխարհ ուղարկել։ Այն ինչ այսօր կատարվեց այս տանը ընդհանրապես նորմալ չի։ Ու Մարգարիտ հորը պիտի պատասխան տա իր արածների համար։ Մարգարիտ հորը եկել էր, որ ես պատասխան տայի իմ արածների համար։ Հիմա դու գնաս, ինչ պիտի ասես, հա? Ինչ հարցեր պիտի տաս, ինչ պատասխան պիտի ստանաս դու, Ռամ։ Մարգարիտ հորի պահանջը արդար է, բայց ափսոս որ չարեց են ինչի համար եկել էր։ Պապ, ինչ ես խոսում։ Սկսվեց։ Սա քո հիմա էր դու։ Չէ, ես ճիշտ եմ ասում, Անիկ։ Ափսոս որ չարեց են ինչի համար եկել էր։ Ես միշտ վախեցել եմ մի բանից, որ Աստված հոգիս չառած միտքս չառնի, բայց արի ու տես, որ ինձ նոր պատիժ է ուղարկել։ Ես իմ երեխուն վնասում եմ, չեմ հիշում, Անիկի վրա դանակ եմ քաշում, չեմ հիշում, Նարեն ինձնից զգուշանում է, իր երեխուն է պաշտպանում, Վրամը անընդհատ կողքիս է, որ հանկարծ ինձ ավելորդ բան թույլ չտամ։ Դուք պատկերացնում եք այսքան բանը, դուք ինձ հետ հավասար քաշում եք, տանջվում ու տառապում եք, իմ արածների համար ինձ հետ հավասար պատասխան եք տալիս։ Բայց սա ապրել է, որ ես ապրում եմ, հա։ Սա ապրել է։ Մեռնեի ավելի լավ չէր։ Մարգարիտ հորն եկել էր, որ պատժեր ինձ իմ արածների համար։ Բայց չգիտեր, որ դա իսկապես ինձ համար փրկություն կլիներ։ Խոստը գտնվել է սխալը։ Գնա։ Չէի պատկերացնի, որ մի օր կգամ ու ինձ քո տնից կհանես։ Հայկն է հիմա գալու։ Ես ընդհանրապես չեմ ուզում որ քեզ տենա։ Ո՞քի գնա։ Նամանավանդ քո թեթև ձեռքով իմ գլխին այնքան խնդիր կա։ Ես չէի ուզում քեզ կամ Հայկին վնասել ուղակի։ Ուղակի արդեն արած բաների համար անիմաստ է խոսել։ Աբո ես զանգում եմ այդ համարին չեն պատասխանում։ Երևի հիմա չգիտեմ ավելի զգույշ են անծանոթ համարներին չեն պատասխանում, բայց չգիտեմ ինչ անեմ։ Մի դրական բան կա դրա մեջ, որ հասանելի է համարը, այսինքն դեռ Հայաստանում են։ Ինձանից հասանելիք ես քո համար արել եմ։ Ինչ ես դու ինձանից։ Չեմ սիրում ես այն մարդկանց, որոնց խոսքը արժեք չունի։ Մենք բան ենք պայմանավորվել։ Իսկ դու արեցիր նենց, ոնց որ քեզ էր հարմար։ Երանի կարողանայի բառեր գտնելու բացատրել, թե ինչ ազգում են մայրը, ով կորցնում այր երեխուն։ Կորցնում այր վերջին հույսը։ Երանի կարողանայի բացատրել, թե այդ պահին հետս ինչ էր կատարվում։ Ես չէի կարող սթափ դատել, հասկանում ես, ես մտածում էի, որ ես էլի խնայել եմ Սաքոին, իսկ ինքը պահը չի կորցրել ու ինձ էլի հարված է հասցրել։ Դու չգիտես այդ պահին իմ գլխում ինչ էր կատարվում, ես չէի կառավարում ինձ, ես այդ պահին չէի մտածում Հայկի մասին։ Այդ պահին ինձ հետաքրքիր էր մենակ իմ երեխեն ու այդ անտեր պատասխանը։ Բան ենք պայմանավորվել։ Դու երեխա ես ու պետք է հասկանաս, որ Սաքոյի մի ասածից ոչ մի բան չէր փոխվելու։ Իսկ հիմա իմ ուշքու միտքը
Մենակ Հայկն է։ Եվ դրա համար էլ արի հենց հիմա այստեղ պայմանավորվենք։ Այս թեման վերջացած է։ Հաջողություն։ Աբո, Հաջողություն։ Ինչի գնացիր դրա հետևից։ Վրամ Հայկի իմ աղբերն է։ Ու ինչքան դու ես Նարեի համար անհանգստանում, ես էլ Հայկի համար եմ անհանգիստ։ Ու քո համար մեկա թե աղբերդ ինչ արեց այս տան մեջ։ Թե ամեն դեպքում այս ընտանիքը տենց էլ քոնը չդարձավ։ Անարդար ես իմ հանդեպ։ Բայց ես քեզ հասկանում եմ։ Բարի օր։ Բարի օր։ Այս ինչ դեմքը, բան է եղել։ Ես ինչ հաշիվը։ Չհասկացա։ Ու կոնկրետ որ պահը։ Աղբերդ Հայաստանում է Սոնա։ Հա, Հայկը Հայաստանում է, հուսով եմ շատ չես նեղվում, չէ՞։ Ալո։ Ասա Հայկ։ Սոնա, քեզ հարցեր ունեմ տալու, ուղղակի չգիտեմ, բառեր չեմ գտնում ասել։ Հայկ, իսկ դու հասկանում ես, որ հարցերդ ինձ չպետք է ուղես։ Պետք է Նարեի հետ խոսես։ Նարեն էլ հաստատ շատ հարցեր ունի քեզ տալու։ Ես հասկանում եմ, որ դու կարող ես չհավատաս, բայց քո հավատալու չհավատալը իրականությունը չի փոխում։ Ու այս այն դեպքն է, որ դու Նարեին մեղադրելու պատճառ ընդհանրապես չունես։ Այդ Նարեն ինչ ասում էր, ճիշտ էր ասում, հա, հորը փրկելու համար չէր ասում։ Չէ, Հայկ։ Ու դու էլ շատ լավ այդ գիտես։ Ուղղակի այն տպավորությունն է, որ ինքդ քեզ համոզում ես։ Դու երբ ես իմացել։ Երբ իմացել եմ, քեզ եմ զանգել։ Փորձել եմ ամեն ինչ պատմել, բայց դու Նարեի անունը անգամ լսել չէիր ուզում։ Հետո հասկացա, որ երևի պետք չի։ Բա այդ Արմոյի հետի ամուսնությունը։ Հայկ կլինի Նարեի հետ խոսես։ Ես հասկանում եմ, որ քո համար դժվար է, բայց ամաչում ես Նարեի հետ այդ ամենը քննարկել։ Հայկ, այստեղ արդեն դու ու ինքը չեք, այստեղ երեխու հարցն էլ կա։ Չեք ուզում իրար հետ լինել, մի եղեք, բայց մի թող որ երեխու հայրությունը ուրիշը ճանաչի, դու հասկանում ես Արմոն ինչ պապա կարա լինի քո երեխու համար։ Ու դու քեզ կներես։ Լավ, արդեն մարդ է գալիս, հետո կզանգեմ, լավ։